Ուրեմն հարգելներս, ես հարց էի ստացել օգոստոսի 12-ը ինչով է վտանգավոր մարդկության եւ աշխարհի համար։ Իհարկե ես շատ լավ հասկանում թե այս վախերը որտեղից է գալիս, բայց քանի որ մենք ունենք հորար քարտեզ, ես հորար քարտեզը արդեն կազմել եմ օգոստոսի 2-ին ժամը 2:01 վերցանել եմ եւ հիմա տեսնենք թե մենք ինչ ունենք։ Так. Ուրեմն ինչ ունենք մենք այստեղ։ Նախ ասեմ, որ լարված ասպեկտներ կան եւ էներգետիկա կա, Արեգակի եւ Մերկուրիի դիրքը առություն։ Ինչպես երևաց, հա, քարտեզի վերևի մասում 9-րդ տանը Արեգակը եւ Մերկուրին գտնվում են կրակոտ առույցի նշանում։ Սա բարձրացնում է էգոիզմը, հպարտությունը եւ սեփական կարծիքը բոլորի վզին փաթաթելու հնարավորությունը։ Так. Մարսի եւ Յուպիտերի միացումը օգոստոսի 2-րդ տասնօրյակում, հատկապես օգոստոսի 12-ից մինչև 14-ը սահմաններում, Մարսը եւ Յուպիտեր մոլորակները գտնվում են շատ մոտ դիրքերում երկօրյակների նշանում։ Մարսը խորհրդանշում է ագրեսիա, ակտիվություն եւ արագություն, իսկ Յուպիտերը մեծացնում է եւ ընդլայնում է այդ ամենը, ինչին դիպչում է։ Սա կարող է բերել չափազանց ուրեմն իմպուլսիվություն, անխոհեմ գործողությունների եւ կոնֆլիկտների մասշտաբների մեծացում։ Ուրեմն հիմնական վտանգներն ու ռիսկերը մարդկության համար կոնֆլիկտներ եւ վեճեր։ Բառացիորեն լեզվակռիվների, գաղափարական բախումների հավանականությունները խիստ բարձր են լինելու այդ երկու օրերին։ Մարդիկ հակված կլինեն անզուսպ արտահայտվել, ինչը կարող է փչացնել երկարամյա հարաբերությունները։ Տրանսպորտային եւ ճանապարհային ռիսկեր, քանի որ ակտիվությունը տեղի է ունենում երկօրյակներում, որը պատասխանատու է կապի, տեղաշարժի եւ տրանսպորտի համար, մեծանում է ճանապարհատրանսպորտային պատահարների, ուրեմն շտապողականության պատճառով սխալների եւ տեխնիկական անսարքությունների ռիսկերը։ Ֆինանսական արկածախնդրություն Յուպիտերի ազդեցությամբ մարդկանց մոտ կարող է առաջանալ անիրատեսական լավատեսություն, ինչը կհագեցնի չարդարացված ռիսկային ներդրումների, թանկարժեք առևտրի եւ անպետք ծախսերի։ Ուրեմն ես այստեղ կենթանակերպի 12 նշանների համար եմ ուզում նայել այդ օրերին, հա, ինչա տեղի ունենալու։ Ես ուրեմն խոհեր ձեր ամենառիսկային գոտին ճանապարհներ եւ խոսք։ Զգուշանում եք ձեր խոսքից եւ ճանապարհներից։ Խիստ մեծանում է ղեկին անզգուշության եւ վթարի ռիսկը։ Շտապողական խոսքերի պատճառով հնարավոր է լուրջ վեճեր հարևանների կամ հարազատների հետ։ Հարգելի ցուլեր, ֆինանսներ եւ գնումներ։ Ինչից զգուշանալ, էմոցիոնալ չպլանավորված խոշոր ծախսեր անելու ռիսկ, խուսափեք ներդրումներից եւ փող պարտք տալուց, որովհետեւ խաբվելու հավանականությունը այդ օրը բավականին մեծ է։ Հարգելի երկօրյակներ, ուշադրություն դարձրեք ձեր էներգիային եւ առողջությանը։ Ինչից զգուշանալ, Մարսը եւ Յուպիտերը ձեր նշանում են գտնվում, դուք կլինեք չափազանց, իմպուլսիվ, ջղային եւ էներգետիկ հարվածների տակ, վնասվածքների, կտրվածքների եւ բարձր ջերմության հավանականությունը շատ բարձր է։ Խեցգետիններ, հոգեբանական վիճակի եւ գաղտնիքների մասին է, ինչից պետք է զգուշանաք։ Գաղտնի թշնամիները կարող են ակտիվանալ, հնարավոր է անհիմն վախեր, տագնապներ եւ քնի խանգարումներ։ Մի տրվեք վատ մտքերին։ Հարգելի առյուծներ, ձեր մոտ ռիսկային է, ուրեմն ընկերներ եւ պլանները ձեր։ Ինչից զգուշանալ, լուրջ կոնֆլիկտներ ընկերական շրջապատում կամ համակիրների հետ։
Ձեր չափազանցված հպարտությունը կարող է կոտրել կարևոր կապեր, ապագայի պլանները կարող են կտրուկ փոխվել։ Հարգելի կույսեր, ռիսկային գոտում է ձեր կարիերան և հեղինակությունը, ինչից պետք է զգուշանալ, բախումներ ղեկավարության կամ բարձրաստիճան անձանց հետ։ Ձեր հասցեին հնարավոր են քննադատություններ, որոնք կվնասեն ձեր բարի համբավին։ Պահպանեք սառնասրտություն աշխատավայրում։ Կշերկների ուրեմն ռիսկային գոտին, ճանապարհորդություններ և օրենք, ինչից զգուշանալ, արտերկրի հետ կապված հարցերում կամ երկար ճանապարհներին սպասվում են խոչընդոտներ և փաստաթղթային խնդիրներ, զգույշ եղեք իրավական հարցերում։ Հարգելի կարիճներ, էքստրեմալ իրավիճակներ և ճգնաժամեր, ինչից պետք է զգուշանալ, քանի որ ձեր նշանը ասցենդենտում է, դուք սուր կզգաք այդ օրը, խուսափեք ցանկացած տեսակի էքստրեմալ սպորտից կամ վտանգավոր վայրերից, հնարավոր են խնդիրներ հարկեր կամ վարկերի հետ կապված։ Աղիղնավորներ, ամուսնություն և գործընկերություն, պայթյունավտանգ օր է զուգընկերոջ, ամուսնու, կնոջ կամ բիզնես գործընկերների հետ հարաբերություններում։ Մեկ անզգույշ խոսք կարող է հանգեցնել բաժանման կամ դատական վեճերի։ Այդ եղջյուրներ, առողջություն և ամենօրյա աշխատանք, ինչից պետք է զգուշանաք, գերհոգնածության ֆոնին քրոնիկ հիվանդությունների սրման ռիսկից, աշխատավայրում հնարավոր են կոնֆլիկտներ գոլեգաների հետ կամ տեխնիկայի հանկարծակի անսարքություններ։ Ջրոցներ, սեր, երեխաներ և ռիսկեր, ինչից պետք է զգուշանան ջրոցները, խուսափեք ցանկացած տեսակի ազարտային խաղերից կամ ֆինանսական արկածախնդրությունից, երեխաների հետ հարաբերություններում կարող է լարվածություն առաջանալ, իսկ սիրային կապերում խանդի տեսարաններ։ Հարգելի ձկներ, ընտանիք, տուն, անշարժ գույք, ինչից պետք է զգուշանալ, լուսինը ձեր նշանում է, ինչը չափազանց խոցելի կդարձնի ձեզ։ Ձեր տանը հնարավոր են կտրուկ վեճեր, ծնողների կամ ընտանիքի անդամների հետ, զգույշ եղեք կենցաղային տեխնիկայի և ջրի հետ կապված անսարքությունների հետ։ Ուրեմն, եթե մենք նայում ենք սա ընդհանուր, ուրեմն, քանի որ ճանապարհատրանսպորտային և կապի ճգնաժամը երրորդ տանն էր, ճանապարհներից, մեքենաներից, արագություններից զգույշ ենք մնում։ Ռիսկը Հայաստանում կապված է 12-րդ տան և դրան շուրջ սպասում է ավտովթարների, ճանապարհային խցանումների, տրանսպորտային միջադեպերի կտրուկ աճի հնարավորություն, հնարավոր են շատ վեճեր, ինտերնետի խափանում և անկարգապահություն, մասսայական, զանգվածային անկարգապահություն։ Հայաստանում ռիսկեր կարող են լինել նաև միջազգային ասպարեզում, քարոզչական կոշտ, այսպես դիվանագիտական դաշտում սխալվելու ռիսկը շատ մեծ է։ Գիտականորեն, եթե բացատրեմ, բացառիկ պատմական օր է 2026 թվականի օգոստոսի 22-ը, Արեգակի լիակատար խավարում, որը շատ լավ կերևա Հայաստանից դուրս, Հայաստանում այդքան ինքը չի երևա։ Լուսինը, ուրեմն, երկրից դիտելիս ամբողջությամբ կանգնելու է Արեգակի դիմաց և ծածկելու է Արեգակին։ Եվրոպայի վերջին տասնամյակների ամենամեծ խավարումը կլինի և որտեղից այն պարզ կերևա, հենց Եվրոպայից։ Լիակատար մթություն կլինի Իսլանդիայում, Գրենլանդիայում և Իսպանիայում։ Հայաստանում Արեգակի սկավառակը կփակվի միայն մասնակիորեն, շատ փոքր տոկոսով, քանի որ մենք գտնվում ենք խավարման հիմնական գոտուց հեռու։ Մոլորակների մեջ շքերթ։ Սա 6 մոլորակներ՝ Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը, Նեպտունը իրենց ուղերձով շարժվելուց հայտնվելու են Արեգակի միևնույն կողմում։ Սա երկրից նայելիս ուրեմն կթվա, թե բոլոր մոլորակները երկնակամարում շարվել են մեկ ուղիղ գծի վրա։ Մարսն ու Սատուրնը նույնիսկ հնարավոր կլինի դիտել, տեսնել անզեն աչքով։
Ուրեմն գիտականորեն բացատրվում է այսպես. յուրաքանչյուր տարի օգոստոսի 11-ից 13-ը երկիր մոլորակն անցնում է ուրեմն Swift Tuttle գիսաստղի թողած փոշու եւ քարաբեկորների ամպերի միջով։ Այդ փոքրիկ բեկորները մեծ արագությամբ բախվում են երկրի մթնոլորտին եւ այրվում երկնքում, թողնելով ընկնող աստղերի գեղեցիկ այսպես տպավորություն։ Հնարավոր է նաեւ օգոստոսի 12-ին նման տիպի երկնաքարերի կամ ինչպես մենք ենք ասում աստղերի ցած ընկնել։ Ուրեմն գիտության համար այս օրը ոչ թե վտանգավոր, այլ հազվագյուտ գեղեցիկ օրերից մեկն է։ Դե ինչ հարգելներս, ուրեմն այս աժոտաժը, այս խոսակցությունը չափազանցված է, ուղղակի մարդու բնավորության էներգիայի վրա կարող է ունենալ ազդեցություն, անփութության, անկարգապահության, ագրեսիայի, թուլության, տրավմաների, վթարների ուշադիր ենք լինում, ընդամենը ուշադիր ենք լինում։ Սա բնության երևույթ է, որ ուզենք թե չուզենք կատարվելու է։ Եվ այդպես վախեցած պետք չի, հա, նաև ես խոսել եմ առանձին, թե խավարումների միջանցքը ինչպես կանցնեն կենթանակերպի 12 նշանները։ Այսպես